Գորիս համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանը այցելել է սահմանավերձ Որոտան և Շուրնուղ բնակավայրեր։ Նա հանդիպել է բնակիչների հետ, տեղում ծանոթացել ընթացող աշխատանքների և արձանագրել առկա խնդիրները։ Համայնքի ղեկավարը հետևել է գյուղերում իրականացվող ծրագրերի ընթացքին, կարևորելով հատկապես ենթակառուցվածքների զարգացումն ու սոցիալական պայմանների բարելավումը։ Այսպիսի այցելությունները ոչ միայն հնարավորություն են տալիս վերահսկելու իրականացվող աշխատանքները, այլև ցույց են տալիս, որ համայնքի ղեկավարն անմիջականորեն մտահոգված է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքով ու ապագայով։ Արուշ Արուշանյանի ներկայությունը գյուղերում գնահատվում է որպես համայնքի ղեկավարի պատասխանատվության և հոգատար վերաբերմունքի դրսևորում, ինչը ձևավորում է վստահություն և ամրապնդում բնակիչների կապը համայնքային իշխանությունների հետ։ Գորիս համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանը այցելել է սահմանամերձ Որոտան, Շուրնուղ և Բարձրավան գյուղեր, ծանոթանալու ընթացող աշխատանքներին ու բնակիչների խնդիրներին։ Որոտանում մինչև հոկտեմբերի 10-ը կմեկնարկի 20 կիլոմետր խմելու ջրի նորագիծ կառուցման ծրագիրը։ Համայնքն արդեն ավարտել է 5 կիլոմետրի շինարարությունը։ Ավարտվել են նաև ոռոգման ջրագծի և ջրամբարների աշխատանքները։ Բնակիչների բարձրացրած բազմաբնակարանների տանիքների հարցը լուծելու համար կսկսի տանիքների փոխարինման և մանսարդային հարկերի կառուցման ծրագիր։ Ֆերմերներին կտրամադրվի նաև 5000 տուկ խոտ։ Շուրնուղում բարձրացվել է բուժքրոջ հաստիքի և առողջապահական ծառայությունների հասանելիության խնդիրը, ինչպես նաև զարգացման կենտրոնի գործարկման անհրաժեշտությունը։ Բարձրավանում շարունակվում է վարչական շենքի նորոգումը, որտեղ կտեղակայվի մանկական զարգացման կենտրոնն ու բուժկետը։ Գյուղում կառուցվում է նաև դեպի Այգիներ տանող 6 կիլոմետր ճանապարհ և կապտաժի նոր կայան։ Արուշանյանը հանձնարարել է նաև ապահովել կանոնավոր աղբահանություն 3 գյուղերում, ստեղծելով մաքուր և անվտանգ միջավայր։